Պարոն Մարգարյան, դուք հանրության ուշադրության կենտրոնում էլ ավելի հայտնվեցիք ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո, բայց մինչև միջադեպին գալը, ինչ է տեղի ունեցել Ալեն Սիմոնյանի եւ Միքայել Մարգարյանի միջև, ինչ են ձեր հարաբերությունները լարվել։ Դուք նախկինում էլ իրար հետ աշխատանքային համագործակցություն եք ունեցել այդ կավեի շրջանակներում, ինչը չեք կարողանում կիսել, ինքը ազգային ժողովի նախագահ դարձավ, դուք պաշտոն չստացաք, դրա համար է այս նեղվածությունը, մանրամասնեք։ Իհարկե ոչ, ճանաչում եք, չէ, կավեի շրջանակներում ունենք մեծ քանակի ընկերներ, ես նվագել եմ կավեին, պոլիտեխնիկի թիմը, երբ որ Մարության Հայկը նոր էր սկսում իր կարիերան, մենք այն ժամանակ ենք եւ Ալեն Սիմոնյանը զուգահեռ այլ թիմում կավեյնի այլ թիմում էր սկսում իր կավեյնի կարիերա, հետո իրանք արդեն միացել են, ես չեմ շարունակել։ Դա տենց առանձնապես շփում չի եղել, բայց դա ինձ ճանաչում է ուղղակի, երբ որ ինքը եթերում ստում է ասել, որ չի ճանաչում, ինքը ինձ ճանաչում է այդտեղից, ավելի շուտ դրանից ճանաչում է ընդհանուր իրենց բնակության վայրով այդ Բաքում մենք միասին շփվել ենք, մանկություն ենք որոշ պահեր ունեցել, մանկության պահեր ենք ունեցել, այնուհետև Ալեն Սիմոնյանը եղել է որոշել էր դառնալ պրոդյուսեր։ Այդտեղ ես արդեն մասնագիտացած էի, ես արդեն հաջողություններ ունեցող երաժշտական պրոդյուսեր էի, նա հաջողություններ չունեցավ այդ ասպարեզում։ Հետո արդեն դրանից հետո ինքը դարավ թե բիզնեսմեն էր դառնում, թե ինչ էր դառնում, դարավ ի վերջո պաշտոնյա։ Բայց կոնֆլիկտ չկա, նախկինում կոնֆլիկտ չկա, հավանաբար կոնֆլիկտը, հավանաբար չէ, ես իր հետ կոնֆլիկտ ունեմ իր քաղաքական գործունեության համար։ Երբանից արդեն հասկացաք, որ կոնֆլիկտ ունեք։ Այն պահից գլոբալ առումով այն պահից, երբ որ ամբողջ իշխանությունից հիասթափություն ունեցա, ես 18 թվականի հեղափոխության այսօր մեկը գրել է դու մասնակցել ես հեղափոխության, ասի ոչ ես չեմ մասնակցել, ես հեղափոխություն եմ արել, ես ինքնուրույն եմ հեղափոխության շարժումը սկսել եւ չեմ հարել այն ժամանակ ոչ մի քաղաքական ուժի, ոչ մի մանավանդ Նիկոլ Փաշինյանի ուժին, ավելին իմ Սերժի հրաժարականը վարչապետ չընտրվելը պահանջը եղել է շատ ավելի շուտ, քան Նիկոլ Փաշինյանի իր ուսապարկերով զինված ընկերների քայլերթը Գյումրիից։ Դրա համար շատերից այդ խնդիր չկա, բայց երբ որ իշխանությունը արդեն այն ժամանակ հենց առաջին որոշումներից մեր հայացքները տարանջատվեցին, մենք խնդիր ունեցանք Սասնա ծռերի ազատման պահով, մեծ արդեն Նիկոլ Փաշինյանը երբ որ ինքը աջակցում էր այդ ապստամբությանը, հետո պարզվեց, որ դե չէ, դե պիտի հələ բանտում մնան մինչև պարզվի ինչ որ մի հատ բաներ եւ այդ ժամանակ արդեն խնդիր առաջացավ, ես հիշեցնեմ, որ 18 թվականի հենց առաջին իր ընտրվելու ժամանակ մենք փակել ենք դատարանը, որտեղ անցնում էր Սասնա ծռերի տղաների դատավարությունը եւ այդտեղ գնաց կոնֆլիկտը եւ այլն, ել չեմ ասի, որ կորոնավիրուսի ժամանակ շատ վատ են ձևակերպել իրենց այդ պատերազմի ժամանակ արդեն սա վերջնական կարելի ասել ես պատերազմ հայտարարեցի այս իշխանությանը։ Ինքը տեղյակ է իմ բոլոր ըմբոստություններից, ինքը հասկացել է, որ այդ ըմբոստությունները ուղղված են նաև իրեն, ինքը փորձել եք խոսել իրար հետ որպես նախկին ծանոթներ։ Նախկինում ծանոթներ։ Ոչ, առիթ չի եղել։ Մի առիթ է եղել, որը նա հիշատակեց երեխայի հետ կապված, ես աշխատում եմ։ Ինչ է գնացել դպրոց իր երեխային նկարել։ Այ շատ վատ է, որ ինքը ներկայացնում անեց, որ ձեր մոտ տենց կարծիք է առաջացել, որ նաև ձեր կողմից։ Բայց արդեն ձեր կողմից այդ կարծիքն է առաջացել, դա եւս ցուցիչ է, թե Ալեն Սիմոնյանի, թե երևի ամբողջ իշխանության արդեն գործելավոճի, որը կոչվում է մանիպուլյացիա։ Ես աշխատում էի այն դպրոցում, ու երկար աշխատում էի այն դպրոցում, որտեղ Ալեն Սիմոնյանը որոշեց բերել իր դստերը։ Այդ դպրոցում ես իմ մասնագիտությամբ կազմակերպում էի միջոցառումներ եւ սպասարկում էի դպրոցի բոլոր մշակութային միջոցառումները։ Եվ մի օր հերթը հասավ նաեւ Ալեն Սիմոնյանի երեխայի միջոցառմանը եւ մենք պատրաստում ենք միջոցառմանը, այդ պահին ինձ զանգում է ոստիկանությունից եւ խնդրում են գալ եւ տեղահանել մեքենան, որը որ կայանել էր իր օրինական վայրում, դպրոցի կողքը։ Պարզվեց, որ ժամանելու է Ալեն Սիմոնյանը, գալիս է իր դստեր
միջոցառումը նայելու եւ պետք է ամբողջ փողոցը ազատ լինի, որ արժանախագահի կորտեժը գա եւ դիրքավորվի։ Պետական պահպանության ծառայության գործառույթն է դա։ Ես չեմ համարում, որ հեղափոխությունից հետո այդ կարգը ավելին մարդիկ խոստովանում էին, որ պետք է չլինի պատավատապետություն, փողոց փակելը չի լինելու այլևս, կարմիր լույսի տակ ենք կանգնելու, ավելին հեծանիվով, մետրոյով, ավտոբուսով են գնալու աշխատանքի, եւ ահա այդ կոչերը անող Պաշտոնյան ստիպում է, որ ամբողջ մայթը ազատեն, որ իր մեքենան գա, բայց միջոցառմանը մնացել էր 15 րոպե։ Միգուցե այլ պայմաններում դե ներքին ըմբոստությունը ունեի, բայց այդ պայմանում անգամ օբյեկտիվ պատճառ չկար, որ ես պիտի դուրս գայի մեքենան, որովհետեւ միջոցառումը կսկսվեր, դուք կենտրոնում գիտեք ինչ վիճակ է։ Եթե ես մեքենան այդտեղից հանեի, ես հավանաբար ոչ միտեղ չէի կայանի կամ կկայանայի բավականին հեռու եւ չէի կարող վերադառնալ իմ աշխատանքին։ Ոստիկանները չընթառաջեցին, ասեցի տեղյակ պայեք ձեր ղեկավարության, որ ես միջոցառման կազմակերպիչն եմ, որին գալու է ձեր մեծահարգոն գալու է ներկայանա։ Նրանք կանչեցին էվակուատոր եւ այդտեղ արդեն չդիմացա։ Առաջի հերթին նկատեցի կնոջը, այդ բանը չգիտեմ նախկիններ թե ներկաներ, երեխայի մորը նկատեցի եւ խնդրեցի, որ Ալեն Սիմոնյանին տեղեկացրեք։ Ինչին շատ ուրախացա, որ տիկինն էլ հենց զարմացավ, ասեց՝ «Բա թող ոտքով գա»։ Ասում դե թող գա, խնդրում զանգեք տեղեկացրեք։ Դրանից հետո էվակուատորին արդեն կանչում եւ ես եթեր արեցի, որտեղ դիմեցի անձամբ Ալեն Սիմոնյանին։ Ինքը փաստորեն հիշել է այդ եթերը, որտեղ ես բառնացել եմ, որ եթե իմ մեքենան տեղաշարժվի, ապա հարամ լինելու իր աղջկա միջոցառումը։ Ինքնըստինքյան է հարամ լինելու, ինքը այդ եթերը շատ լավ փաստորեն հիշել է։ Դրանից հետո իր վարքագծի մի բան էլ նշեմ, որ դպրոցի տնօրենը այդ օրը չի դիմավորել նրան, այնպես ինչպես երևի նա սպասում էր, որ կդիմավորեն։ Ինչ պատճառով չեմ ասում, որ արհամարել են, հավանաբար հարմար չի եղել, բայց այնուամենայնիվ ինքը ակնկալում էր, որ իրեն պիտի երևի դիմավորեն եւ դահլիճում չի հատկացվել առաջի շարքերում տեղ, այլ ինքը նստել է իր կնոջ պահած 4-5-րդ շարքում իր կողքին տեղը։ Այսինքն այն վերաբերմունքը Պաշտոնյայի նկատմամբ, որ Ալեն Սիմոնյանը երևի բաներ անում երազում էր ողջ կյանքը, ինքը այդ օրը չստացավ։ Բայց նա որպես ծնող էր, չէ՞ գալիս։ Իհարկե որպես ծնող էր գալիս, իհարկե որպես ծնող էր գալիս եւ որպես ծնող պետք է ոտքով գար, նստել այնտեղ որտեղ որ ազատ է, չտարբերվելով։ Կարծես թե հեղափոխության գաղափարները այդպիսին էին։ Բայց արդեն տարիներ անց այդ դեպքը ես ձեզ ասեմ երևի 3 տարի առաջ էր։ Այդ դեպքը նա հիշել է եւ այսօր հիշատակում է ինձ որպես ինձ բնութագրող, բայց ես այս ճշմարտությունը բացելով ես կարծում եմ սա շատ լավ ձևի իրեն է բնութագրում։ Ինչու է գնացել ազգային ժողովի մոտ եւ սադրում Ալեն Սիմոնյանին։ Ես հարցեր եմ տալիս, ես հասկանում եմ, որոնք հնչում են եւ բացարձակը չպետք է բանանել, որ ես կիսում եմ այդ գնահատականները։ Ու ըստ իմ բնավորության ես հիմա պիտի կպատասխանեի առօրյայում, ես դες կպատասխանեի, դա տենց մտքովս անցավ, սիրտս ուզեց գնալ եւ սադրել, բայց չեմ պատասխանի, որտեղ կոնտեքստից դա կտրելու են եւ իմ դեմ օգտագործեն։ Մենք ամսի 24-ին մարտի մեկնարկել էինք ակցիա։ Ակցիայի գլխավոր գաղափարն էր պահանջել ազգային ժողովից բացահայտել 44 օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը։ Այդ զեկույցը 3 տարվա աշխատանք է, որը բացում է լույս է սփռում պատերազմի սկսվելու պատճառներին, պատերազմի ընթացքին, պատերազմի ավարտին, պարտությանը, ստորացուցիչ զիջումների եւ մինչ այսօր Արցախի անկմանը եւ մինչ այսօր մենք պատերազմի հետևանքները տեսնում ենք որպես ճանապարհ տալ Ադրբեջանին։ Դուք օբյեկտիվ զեկույց եք ակնկալում իշխանություններից մի հատ էլ այսպես կռիվ եք անում, որ դա հրապարակ է։ Նախապատմությունը այսպիսին է, որ զեկույցը կատարելուց հետո ղեկավար Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ հոկտեմբերին այն կհրապարակվի եւ ի սկզբանե հանձնաժողովը ստեղծվել էր հենց հրապարակման համար, զեկույցը հանրային լսարանի համար էր, դա քննչական գործ չէր, դա հանրության համար
իրենց իշխանության կողմից ձեռնարկած Ասել միջոցառումներ։ էին բաց մաս է լինելու։ Գուցե եւ կլինի, դա հետաքննությունը ցույց կտա, որն է դրանից փակված, որը դրա։ Ալեն Սիմոնյանը անձամբ հայտարարել է, որ զեկույցը սկզբից հայտարարել են, որ ինչ-որ ժամկետ է խախտվել, դրա համար չի հրապարակվում, հետո բացահայտվեց, որ եւ մեր գրավոր նամակներին պատասխանել են, որ զեկույցը ամբողջովին գաղտնի է։ Ինչը ինքնըստինքյան անհեթեթ է, որովհետև եթե մենք սպասում ենք դրա պատասխանին, իսկ մենք ասելով դա առաջի հերթին անհետ կորած զինծառայողների հարազատներն են, որոնք միգուցե դրա մեջ պատասխան են գտնում իրենց զավակների փնտրման ինչ-որ հույսեր են փայփայում դրանից եւ շատ կոպիտ է իրենց մերժել, ասել չէ դա գաղտնի է, դուք չպետք է իմանաք։ Մեզ միացել են եւ զոհված ազատամարտիկների ում համար շատ հանելուկային է, շատերի համար հանելուկային է իրենց երեխաների զոհվելը։ Ես որպես պատերազմի մասնակից եւ բազում, այդ թվում նաև Գևորգ Գևորգյանը, որը բոլոր պատերազմների մասնակից է, նա միացել է շարժմանը եւ մենք նախաձեռնեցինք միասին այդ շարժումը։ Իդեպ Գևորգ Գևորգյանը այսօր բերման է ենթարկվել Սուրբ Աննա եկեղեցու պատարագին մասնակցելու եւ պատահական տեսանյութում երևում է, որ Փաշինյանը ինքն իրենով գալիս է եւ Գևորգ Գևորգյանի կողքով անցնելով գնում է, ես չգիտեմ։ Գևորգ Գևորգյանն էր ասում, ես կենտրոնում պետք է կանգնեմ։ Ոչ, երիտասարդներ են, բերման է ենթարկվել Գևորգը եւ երկու երիտասարդներ։ Նա ձեռքը չէր մեկնել, որ հարված էր Նիկոլ։ Ես հավաստիացնում եմ ձեզ, որ Գևորգը մանավանդ իմ դեպքից հետո միգուցե հոգու խորքում ինքը շատ կուզենար եւ ձեռքով եւ այլ կերպով, բայց մենք գիտակցում ենք, որ իշխանությունը հիմա շատ լուրջ իրավիճակում է այս հանձնաժողովի պահանջին հակադարձելու իրավիճակում պահով, դրա համար Գևորգը համոզված է մաքսիմալ զուսպ է եղել, միգուցե տեսանյութերից դուրս, տեսախցիկներից դուրս ինչ-որ բան եղել է, բայց ես չունեմ այդ տեղեկությունը եւ համոզված եմ, որ չի եղել այդպես բան։ Նրան հավանաբար բերման են ենթարկել կապելով այդ երիտասարդները ամբոստացել են, ինչը շատ նորմալ է այս պարագայում նորմալ է վարչապետին հարված փորձել հարվածել։ Իհարկե հարվածելը անթույլատրելի է, բայց հարված չի եղել, հիմա չգիտենք այդ պարագայում միգուցե իրան հրել են ու ձեռքը տենց շարժում է։ Դա թող նախաքննությունը եւ դատարանը թող որոշի, որտեղ հարված փաստացի չի եղել։ Լավ, լայվը միացած մոտեցակ Ալեն Սիմոնյանին ինչ նպատակով, որ նրան անհարմար դրության մեջ դնեք։ Միտքս կարծես ընդհատվեց, Նարեկ ջան, եւ միացան արցախցին, ազատամարտիկների մասին էինք խոսում եւ արցախցիները, որոնք հայրենիք են կորցրել, նրանց հետաքրքիր էր այդ զեկույցի արդյունքները։ Մեր ակցիան սկսվեց եւ մենք ֆրակցիաներին դիմեցինք, քանի որ Ալեն Սիմոնյանը ինքնին արդեն պատասխանել էր մեզ մերժումով, մենք դիմեցինք ֆրակցիաներին, որպեսզի այդ հարցը նորից բարձրացվի ազգային ժողովում։ Այնուհետեւ մենք դիմում ենք падգամավորներին անհատապես իրենց աշխատանքից հետո անգամ աշխատանքի ժամանակ չենք անհանգստացրել, այսինքն գոնե գալուց չենք անհանգստացրել, աշխատանքից հետո փորձել ենք զրուցել։ Իմ տեսանյութերում եւ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումը դա վերջին հանդիպումն էր։ Մինչ այդ ժամ ու կես մոտավորապես ես զրուցել եմ տարբեր падգամավոր, այդ թվում նաեւ իշխանական падգամավոր, որից մի մասը փախուստի ենթարկեց, որ մի մասը հրաժարվեց պատասխանել, մի մասը մեկը փորձեց արդարանալ, որ կա արդեն ինչ որ պետք է արդեն մենք հայտարարել ենք, ինչը բացարձակ սուտ է, մարդկա նաև խոստացավ, որ ամեն ինչ կանի, որ դա հրապարակվի, որտեղ նայել է համարում, որ ճշմարտությունն այսօր իմանալը շատ կարևոր է։ Եվ ի վերջո դուրս է գալիս աշխատանքի վայրից, դուրս է գալիս Ալեն Սիմոնյանը։ Իդա պետք է նշեմ, որ թվում էր, որ Ալեն Սիմոնյանը աշխատանքի վայրից դուրս է եկել եւ պետք է որ գնա տուն, հավանաբար։ Կարար մեքենան մոտենար մուտքի մոտ, ինքը ծնողների հետ թեթև փոքր զրույց ունեցավ, վեճ առանձնապես չի եղել, բայց նա չի նստել մեքենայով գնացել, ինքը որոշեց քայլել Դեմերճան փողոցով։ Ի վերջո, ոնց մենք տեսանք, ինքը քայլեց Դեմերճանով, շրջեց Բաղրամյան եւ հավանաբար մտավ հաջորդ մուտքից մտավ նորից շենք։ Սա ինչ շրջայց էր, որը արդեն թողնում եմ ձեզ որակավորել, թե ինչու է նա իմանալով, որ պահանջատեր քաղաքացիներ կան, ինչեր դուրս եկի այդ շրջայցի։ Այդ շրջայցի չի կարելի Դեմիրճան փողոցով քայլել։ Իհարկե կարելի է, բայց դրանից հետո պետք չի բողոքել, որ քեզ հարցերով են մոտենում։ Եթե դու գիտես, որ այնտեղ մարդիկ են, ովքեր եկել են քեզանից պատասխան ստանալու, դուրս գալ իրանց մեջ ու ասել ինչ եք ինձ բան հարցնում։ Ակնհայտ երևում է, որ իմ նկարահան տեսանյութում ակնհայտ երևում է, որ ես հարգալից մոտեցել եմ, բարև ձեզ եւ առաջարկել եմ զրուցել։ Ինչին նա միանգամից անցել է դուի
Դե ծանոթներ էիք հիմա։ Չէ, որովհետև դա պաշտոնյա է, ես քաղաքացի եմ։ Եթե ես մոտենայի Ալեն ջան, միգուցե մենք որպես ծանոթներ կզրուցեինք։ Այս պահին ես հասկացա, որ անվտանգությունը լարված է, ես կանգնել եմ անգամ, մոտել չեմ գնացել, ես կանգնել եմ, ես սպասել եմ, երբ Ալեն Սիմոնյանը կմոտենա։ Ալեն Սիմոնյանը չի մոտեցել, դրա կանգնել եւ մոտեցել են արդեն անվտանգության աշխատողները, որոնք իր տարեք սրան, քո հետ զրուցելու չկա տարեք սրան արտահայտությամբ արդեն մոտեցան ինձ Ալեն Սիմոնյանը նման հրահանգ տվեց։ Այո, Ալեն Սիմոնյանը հրահանգ տվեց տեսանյութում, դա բարձր երևում է։ Տարեք սրան։ Տարեք սրան, ինչին ես պատասխանեցի, ասի վախենում ես, ինքը ասեց, հա գիշերները չեմ քնում։ Այդ մի ֆրազան չի լսվում, կոնտեքստից կտրված է դառնում, չի լսվում տեսանյութում, ինքը ասեց, հա գիշերները չեմ քնում։ Ինչին ես պատասխանում, դու պիտի չքնես գիշերները, քնելուց էլ քնելու ես բանտերում։ Այս վրթոված մի կողմից վրթովածը մյուս կողմից բրթում է անվտանգությունը, ես այդ բառակապակցությունների մեջ մտնում եմ մեր խոսակցական արան։ Ուղղորդված արա չի, դա ցանկացած նորմալ տղամարդ կփաստի, որ բանտերում ես քնելու արա։ Էսա։ Չէ, բայց սա արդեն իսկ դուք ասում եք, որ ձեր բանը ընկերականի մակարդակի չէր։ Իհարկե ընկերական։ Դուից նեղվել եք դուք։ Այդ դեպքում բա ինչ եք խոսակցականով հետո շարունակել, որ ինքն էլ արայից է նեղվել։ Ի պատասխան դույի ես շարունակել եմ դույով։ Ի պատասխան տարեք ստեից ես պատասխանել եմ ավելի կոպիտ քնելու ես բանտերում։ Կարծում եմ սա adekvat պատասխան է պաշտոնյային, եթե պաշտոնյան ասեր կներեք ես շտապում եմ, կներեք ցանկություն չունեմ պատասխանելու, միգուցե իմ պահվածքը լիներ այլ։ Ես Նիկոլ Փաշինյանից սկսած բոլոր քպականներին, այդ թվում նաև երկու անգամ Ալեն Սիմոնյանին, արտգործնախարարի հետ եմ ու այսօր նաև այդ հարցազրույցը հրապարակվել է, եւ բոլոր վարչության գրեթե բոլոր անդամներին, նախարարներին քննադատական հարցեր եմ ուղղել Ալեն Սիմոնյանի փողոցում հնչեցրած հայոյանքի վերաբերյալ, բայց անհերքելի է, որ դուք եք առաջինը սկսում սեռական բնույթի հայոյանք տալը։ Ինչու՞։ Մենք երեք դատարանում զրուցել էինք դրա մասին եւ դատավորն ինքը խոստովանեց, որ օրենքի մեջ կա գուցե բաց թողում, որովհետեւ երբ որ սեռական հայոյանքների ինչ-որ մի շարք կա, որը բնութագրվում է որպես սեռական հայոյանք եւ խուլիգանություն, կան նաեւ վիրավորանքներ, որոնք շատ ավելի վիրավորական են, քան այդ սեռական հայոյանքները։ Եւ դիմել իմ ծնողին արայով շատ ավելի վիրավորական է, քան ես ասեի, որ ես քո գլխին սենց ընենց, ես քո սենց ընենցը։ Այս պարագայում դրա համար թույլ տվեք ես միանշանակ ասեմ, որ Արամ Պապատը դա շատ ավելի վեր է ցանկացած ինձ ուղղված ցանկացած սեռական հայոյանքից։ Սա հայոյանք է իմ ծնողի վերաբերյալ եւ դրա համար հակադարձ հայոյանքը այո արդեն հայոյանք է, այո արդեն հայոյանք է նաեւ իր գուցե եւ ոչ միայն իրեն, այլ նաեւ ազգականներին։ Դա ես համարում եմ, որ իմ կողմից շատ համաչափ պատասխան էր, շատ համաչափ, քանի որ այդ ամենը այլ պայմաններում կարող ուղղորդվեր նաև ֆիզիկական բռնությամբ, շատ ավելի ծանրակշիռ եւ լայնածավալ հայոյանքներով։ Ես սահմանափակվել եմ այնքանով, ինչքանով որ սահմանափակվել եմ, եւ դատարանը շատ adekvat մոտեցավ դրան եւ այլ մեղադրանքներ ինձ օրինակ կալանքի, տնային կալանքի էր տանում քննիչը, դատարանը մասամբ մերժեց։ Այս պահին դրա համար վարչական վերահսկողության տակ եմ, իմ ելումուտը ազատ է, իմ շփումը այդ թվում նաև ձեզ հետ ազատ է, հյուր ընդունելու պայմանները ազատ են։ Միայն երկրից չբացակայելու շաբաթը 2 անգամ ներկայանալ ոստիկանություն։ Դուք եւ Ալեն Սիմոնյանը այս պատմությունում մի ընդհանրություն ունեք, երկուսդ էլ չեք ափսոսում, չեք զղջում, որ հանրային վայրում, փողոցում, ուղիղ եթերում սեռական բնույթի հայոյանքներ եք հնչեցրել։ Մենք նման ենք հավանաբար դրանով, որ մենք համառ ենք, այո, գուցե ես ու Ալեն Սիմոնյանը այսպիսով համառ ենք, բայց ես համառ եմ ճշմարտության շրջանակներում, նա համառ է իր պաշտոնի շրջանակներում, որովհետև անգամ իր գոլեգաներից մի քանիսը նշել են, որ պաշտոնյան պետք է լինի հանդուրժող, դա մեկ, եւ երկրորդը Ալեն Սիմոնյանի սա առաջին վարկագիծը չէ, որ այսպիսին է,
դա կարծես թե շարունակական բնույթ է կրում, եւ երրորդը, որ ասել է կարծես թե իրենց Արայիկ Հարությունյանն է ասել, որ ներողություն խնդրելու ավանդույթը հենց իրենք են մտցրել քաղաքականության մեջ, այո, իրենք մտցրել են ներողություն, այսինքն մի բան անել, հետո ասել դե կներեք, որ տենց եղավ, կարծես թե դառնում է ավանդույթ, այդ թվում նաև օրինակ երիտասարդ աղջնակին իր մանկահասակ երեխայի հետ մատ թափ տալ եւ գոռալ մետրոյում, կարծես թե այդքան էլ adekvat պահվածք չէ բարձրաստիճան պաշտոնյայից եւ հետո հնչել է ներողություն։ Ալեն Սիմոնյանը այն կոտոշավոր, ասենք ասենք տղավարի կոտոշավոր մարդկանցից է, ով չի ցանկանում իր մեղքը ընդունել եւ այս պահին իր համար իհարկե շատ ստորացուցիչ կլինի ներողություն խնդրել ինձանից, բայց համոզված եմ, որ դատարանը կպարտադրի նրան դա անել, որտեղ մենք պլանավորում ենք դատի դիմել, պաշտոնյան իրավունք չունի ըստ օրենքի, սահմանադրական օրենքի ըստ իր պաշտոնից զբաղեցրած իրավունք չունի լինել կոպիտ քաղաքացու հետ, ավելին պարտավոր է հանդարտեցնել իրավիճակը։ Տեսեք, պարոն Մարգարյան, դուք ասում եք, որ դատարանը քննիչի միջնորդությունը մերժեց, ձեր խոսքի ազատությունը չի սահմանափակվել, ձեզ նույնիսկ չեն տարել զուգարանում, չեն ծեծել, երկրում ասում եք, բան չի փոխվել։ Իշխանականներն ասում էին, ինչ էիք սպասում Ալեն Սիմոնյանից, որ հրահանգ տար, ասեր դավայի տարեք զուգարան սպանեք։ Ես հիմա մի հետաքրքիր տեսանյութ եմ ուզում պատրաստել, կհրապարակվի շուտով, բայց երկու բառով ձեզ պատմեմ, թե ինչեր է Միքայել Մարգարյանը արել Սերժի ժամանակ։ Քոչարյանի ժամանակ Միքայելը զբաղվում էր երաժշտությամբ, քաղաքականապես ակտիվ չէր եղել, բայց օրինակ Սերժի տարիներին Միքայելը շատ հետաքրքիր մի երգ է, որը Ալեն Սիմոնյանը շատ լավ ճանաչում է եւ ՔՊԱ-ականները ճանաչում են եւ շատերի համար սա մի կոչ էր, հիմն էր անգամ հեղափոխությունից առաջ եւ հետո։ Երգը կոչվում է Իմ քեռին չի։ Այդ երգը բացահայտ նվիրված էր Սերժ Սարգսյանին, շատ սադրիչ տեքստով եւ սադրիչ վիդեոներով։ Մարդիկ, ովքեր ցանկանում են YouTube-ում այն լսել, հավաքեք Միքո Իմ քեռին չի։ Այնուհետև ես գրել եմ մի երգ, որը վարկաբեկում էր սաստածռերի ժամանակ, ՊՊՑ գրավման ժամանակ ոստիկանության դաժան վերաբերմունքը ժողովրդին եւ այդ երգը ցավոք սրտի հրապարակվեց այն պահին եւ ռեժիմի զոհ դարավ Արտուր Հացբերող Սարգսյանը եւ այդ երգը հենց տենց նվիրվում է եւ կոչվում է Աղբի տղեկ։ Շատ ոչ երկակի ռեժիմին հայտնվում է այնտեղ, որ պարզաբանվում է, որ նրանք մեծ աղբի տղեկ են։ Ասեմ միանշանակ, որ դրանից հետո չի եղել արձագանք, չի եղել ոչ մի կտանք, ինձ չեն հետապնդել դրա համար։ Ես բախվել եմ նախկին իշխանությունների հետ, Մարդակեր Վովա Գասպարյանի հետ եմ բախվել։ Նույն ձևի, ոնց որ ես երեխաների հետ տենց սեր ունեմ, փաստորեն շփվելու, իմ մասնագիտությունն է, ես տաղանդավոր երեխաների, երաժշտական երեխաների հետ եմ շփվում եւ Վովա Գասպարյանի աղջիկը որոշել էր մի օր երգչուհի դառնալ, իսկ Վովա Գասպարյանը որոշել էր դստերը լավ նվեր անել եւ Հայաստանի կողմից տանել Եվրատեսիլ ներկայացնելու։ Միքայել Մարգարյանը արել է ամենը, որ Վովա Գասպարյանի աղջիկը, քանի որ նրանից ավելի տաղանդավոր երեխաներ կային, որ Վովա Գասպարյանի աղջիկը չգնա Եվրատեսիլ։ Ես այսպիսի սադրանքի եմ գնացել եւ գիտեմ այլանդակ զայրույթը Վովա Գասպարյանին, բայց երդվում եմ ինձ մի թթու բառ իմ հանդեպ չի եղել, այլուր մնաց ինչ որ։ Երանի եք տալիս նախկիններին։ Ոչ իհարկե, որովհետեւ այս ամենի փոփոխությունը պիտի լիներ, բայց պետք է փաստեմ, որ առաջին անգամ իմ շատ ես ՊՊՑ գնդի գրավմանը շատ ակտիվ եմ եղել, հեղափոխության ժամանակ շատ ակտիվ եմ եղել, ու տեսեք, դա հակաիշխանական մեծ ակցիաներին ակտիվ եմ եղել եւ ընդամենը դա սահմանափակվել է ոստիկանություն բերման ենթարկել։ Ասեմ, որ այն ժամանակ էլ ծեծի չեն երկում։ ՊՊՑ գնդի ժամանակ ոստիկանությունը եղել է շատ խիստ, նռնակներ են նետել եւ անգամ մետաղյա ձողերով մարդկանց ոտերին են խփել, իհարկե դա եղել է, բայց քաղաքական հետապնդումներ չեն արել։ Իսկ ներկա իշխանությունը, ես մի դեպք եմ ուզում արագ պատմեմ, որ կորոնավիրուսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կոմունալ վճարումները կարելի է չանել։
Դա շատ տրամաբանական որոշում էր եւ ես ապողջություններով ընդունեցի դա, որովհետեւ մարդիկ եկամուտից զրկվել են եւ վճարել կոմունալները, ոնց որ պարտադրանք լինի, շատ ծանր էր եւ այդ թվում նաեւ իմ ընտանիքի։ Այս բանը դուք տեսնում եք իմ տունը, այն փոքր չի, այս տանը բնակվում էր 8 հոգի մարդ եւ մեր կոմունալները բավականին մեծ էին, բայց իմ ոլորտը, երաշտական ոլորտը անմիջապես հենց առաջիններից էր, որ արգելափակվեց։ Իմ եկամուտները ամենամսյա են, ես կուտակած դիզած փողեր չունեմ եւ ես ուրախացա, որ կարելի է չվճարել։ Այնուհետև վերջին օրը Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ոչ պետք է վճարել եւ դրա հաջորդ օրը իմ լույսը անջատվում է։ Ես փող չունեմ, իմ տան լույսը անջատվում է, երեխեքս մնում են առանց դասերի, առանց ինտերնետի, առանց տաք ջրի, ես մենակով դուրս եմ գալի ակցիայի։ Ես գնում եմ մենակով, դիմակով գնում եմ ակցիայի կառավարության շենք եւ այդտեղ ինչ-ինչ հանգամանքներում ինձ ոստիկանությունը տապալում է գետնին, ձեռնաշղթա է հագցնում։ Ավելին, մեքենայում են գտնվում երկու տղաներս, որոնք հետո պիտի տեղ գնային։ Տղանա անչափահաս տղաները դուրս են գալի ինձ օգնելու, անչափահաս երեխաներին ձեռնաշղթայում են եւ տանում են ոստիկանություն։ Դա աննախադեպ, ես դա չեմ ներելու, որովհետեւ այդ պահին էլ падգամավոր Սասուն Միքայելյանն է դուրս գալիս։ Ես կանչում եմ օգնության եւ պարզաբանման Սասուն Միքայելյան, Սասուն Միքայելյանը փախնում է ինձանից, բարձր եմ ասում, որ լսեք, որ արցախցիները չեն փախե, այլ օրինակ Սասուն Միքայելյանն է փախե, միայնակ քաղաքացուց, չի փորձել կանգնել խոսել, եւ այդ պահին, երբ որ ես կանչում եմ Սասուն Միքայելյանին, ինձ տապալում են գետնին, ձեռնաշղթայում են եւ անչափահաս երեխաների հետ միասին տանում են ոստիկանություն։ Դա աննախադեպ դեպք է, որ եղել է այս իշխանության օրոք։ Պատրաստվում եք մի երգել այս իշխանությանը, նվիրել, թե չէ։ Հա, շատ լավ երգ ունեմ, որ արդեն սկսել եմ աշխատել դրա վրա։ Շատ լավ երգ ունեմ, որը չեմ ասի, որովհետև այն ճակատագրական է լինելու Նիկոլ Փաշինյանի համար։ Անոնսը չեմ անի, բայց վստահ եմ, որ այն ճակատագրական։ Ես 18 թվականի հեղափոխությունից մի քայլ շուտ, որ ասում ես եմ սկսել, ես Ռիտա Սարգսյանին նվիրեցի մի երգ, համացանցում կա, այդ երգը նույնպես Ռիտա Սարգսյանին ասեցի, որ ցավոք սրտի դուք այլևս չեք լինելու առաջին տիկինը, եւ Սերժ Ազատիչի համար երգեցի երգ Ազատիր մեզ ազատիչ։ Այդ երգը դարձավ ճակատագրական Սարգսյանների ընտանիքի համար, կարծում եմ այս նոր երգը նույնպես դառնալու է ճակատագրական Նիկոլ Փաշինյանի։ Երգը թե տասնյակ հազարավոր քաղաքացիները, որ դուրս են եկել եւ պահանջում էին հրաժարական։ Ցանկացած մեծ ինչ որ իրադարձություն իր սիմվոլիկաները ունի։ Ես կարծում եմ իմ երգը դառնալու է, այո, բազմահազար, բազմա 100,000 եւ բազմա միլիոն հայերի ընդվզումը դառնալու է այս ռեժիմի դեմ։ Իդեպ, երբ որ ասում եմ այս ռեժիմը, մեր հանձնաժողովի շրջանակներում մենք շատ հետաքրքիր լյուստրացիայի process ենք անելու, որ չհամարվի, որ ես կողմնակալ եմ այս իշխանության, բնականաբար երազում եմ, երբ պիտի նախկին իշխանությունը։ Այս հանձնաժողովը բացահայտել է պատերազմի հետևանքները։ Ես համոզված եմ, որ պատերազմը այսօր չի սկսվել։ 20 թվականին չի սկսվել։ Պատերազմի հետևանքները սկսվել են շատ ավելի վաղուց, 30 տարվա կուտակած աշխատանքներ, վատ աշխատանքներ իշխանությունների, թե դիվանագիտական, թե ռազմական, որը որ հեծնեց վերջնական Նիկոլ Փաշինյանը եւ տապալեց։ Եթե հանձնաժողովը նաեւ այդ մեղավորներին է, այսինքն նախկին իշխանություններին, ինչպես եւ ներկաները մեղադրում են, հներն են մեղավոր, Արցախը շուտ էին հանձնել, նրանք ասում են, չէ, դու ես մեղավոր, դու ես դավաճանը։ Մենք ուզում ենք այդ վեճը բացվի։ Ու բացվի հենց իրենց իշխանությունների ձեռքով, որտեղ իրենք են հետաքննել եւ կբացեն եւ մենք կտեսնենք արդյոք Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը մասնակցություն են ունեցել Արցախի կորստին։ Ես համոզված եմ, որ ունեցել են, դրա համար համոզված եմ, որ ապագա իշխանությունը չի լինելու ոչ ներկաներից, ոչ նախկիններից։ Դուք եթե լիանեք, ասում եք ես եմ արել հեղափոխությունը, եթե անեք մի հատ էլի այսպիսի իշխանություն գա, հետո Այո, այ հիմա իմ հասունությունը եկել է նրան, որ ես չեմ փոխելու չեմ հանելու նախկիններին, չեմ հանելու ներկա իշխանությանը, ես հանելու եմ եւ բերելու եմ նոր իշխանությունը։ Այդ նոր իշխանությունը լինելու է միայն այն իշխանությունը, որի վրա ես համոզված եմ, որ ճիշտ է պատասխանը։ Սա էլ է ձեր բերած իշխանությունը։ Ես նայում էի կադրեր, թե դուք ոնց չէիք թողնում նորացնի հայրներ թե պապիկը հերացու բժշկականի մոտ կարծեմ գնար հանրապետական ծննդատուն մարդիկ խափում են գնում ենք ծննդատուն ինչև է երեխա ծնվել է դու չես ծննդատուն ինչև է դու հավիկանոջը հաստատ թողել եք վիզա եք դրել ես իշխանապետ վիզա եք դրել որ Սերժ Սարգսյանը գնանա այսա ամենակարևորը երբ որ ես ասում եմ ես ոչ մի օր չեմ կապվել
Ոչ մի օր չեմ կապել Ձեր վերածնա Նիկոլ Փաշինյանը ձեր վերած, ձեր ճանապարհ գնացածն է Սերժ Սարգսյանը, իսկ Նիկոլ Փաշինյանին այսօր արդեն այն ժամանակ էլ էի կասկածում, այսօր վստահ արդեն բոլորն են հասկանում, բոլոր գիտակից Չնպաստել եք դուք որ Նիկոլ Իհարկե Փաշինյանը նպաստել եմ, իհարկե նպաստել եմ, եթե ես նպաստել եմ, որ Սերժը ձեր վերածնա ումից եք ինչ պահանջում։ Նարեկ, եկեք տարբերեք, մանիպուլյացիա եք ուզում անել, հասկացաք սուր հարցերը, բայց եթե մեկը գնում է, դա չի նշանակում, որ դու բերում ես մյուսին։ Այո, դու նպաստում ես մյուսի գալուն։ Այդ ժամանակ ինչի այլ ընտրանք չէիք առաջարկում, ասեիք ոչ, Նիկոլ Փաշինյանը, որ ասում էր կամ ես կլինեմ վարչապետ, կամ վարչապետ չի լինի Հայաստան։ Ուր է ձեր արձագանքը այդ դեպքում։ Մեր արձագանքն են մարդիկ, ովքեր որ իմ կարծիքով կարող էին հավակնել իշխանությանը, այդ մարդիկ իրենք զիջեցին Նիկոլ Փաշինյանին, եւ ես մինչ այսօր նրանց մեղադրում եմ դրանում։ Իրենք զիջեցին իշխանությունը Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանը միակ թեկնածուն էր նոր իշխանություն վերցնել։ Այսօր այդպես չէ։ Այսօր իշխանության հավակնորդներն են արդեն եւ հայտնի մարդիկ, եւ այն մարդիկ, ում շուտով դուք կտեսնեք։ Այսօր նրանք երևացող չեն, որովհետև մեդիա բլոկադայի մեջ են եւ շնորհակալ եմ Նարեկ ջան, որ ձեր շնորհիվ այդ բլոկադան համ ճեղքվում է, համ էլ շնորհակալ եմ Ալեն Սիմոնյանին, որ այդ բլոկադան այս պահին իր շնորհիվ ճեղքվել է։ Ես լսելի եմ դառնում ու ես չեմ ցանկանում այլ լրատվամիջոցներով պատմել, թե ոնց եմ ես վիճել Ալեն Սիմոնյանի հետ։ Ես ես կպատմեմ հիմա ոնց է Ալեն Սիմոնյանը գնալու իշխանությունից, դատվելու իր բոլոր հանցանքների համար եւ ոնց է իշխանության գալու, շուտով կպատմեմ, ոնց է իշխանության գալու նոր քաղաքական ուժ։ Դե 2 ամիս է մնացել, երբ պետք է իհարկե քաղաքական։ Մենք չունենք Սամվել Կարապետյանի փողերը, որ ավտոբուսներով արդեն հիմա քարոզարշավը։ Չունեք նաև Նիկոլ Փաշինյանի վարչական լծակները, Ծառուկյանի փողերը, Ռոբերտ Քոչարյանի փողերը, եւ ոնց է այդ փողատերերի դեմ դուք պայքարում։ Մենք ունենք շատ կարևոր բան՝ ճշմարտության եւ արդարության պահանջ։ Դա բերելու է հաղթանակի, ես համոզված եմ։ Լավ, ձեր տուն եկել էին ոստիկաններ մեծ թվով, ձեր տղայի լայվը տեսա մոտ 1 րոպե տևողությամբ 1.5, ասում էր սպեցնազն եկավ, հայրիկից տարավ, ինչ դրվագ է տեղի ունեցել, ինչ կպատմեք։ Դե 3 էր դա արդեն, հա, 3 էր։ Առաջորդ։ Առաջորդ։ Օրը սկսվեց նրանից, որ առավոտյան արդեն քաղաքացիական համազգեստով 3 անհասկանալի մարդիկ ներխուժեցին մեր բակի տարածք եւ փորձում էին հարցը ես ով եմ, ինչ հասցեա։ Նո, բարեբախտաբար ճանապարհեցի այսօր մենք լավ զենք ունենք մեր վիդեոկամերան, որ իշխանությանը պաշտպանողները ասում են, «Այդի չլներ, կիմանայր ոնց քեզ»։ Դա մեր զենքը այսօր։ Իհարկե, բայց ամեն ինչ է եւ ասեմ, որ ոստիկանությունը այդ պահին, եթե դրանք ոստիկանության աշխատողներ ներկայացել են ոստիկանության աշխատողները, հերվիս ներկայացան, հերվիս համազգեստով չէին եւ տեսախցիկի մոտ ցանկացան ներկայանալ, այլ խափեցին, որ ինչ որ այլ նպատակով են եկել, ինչի համար եւ ճանապարհեցին։ Ունեին այդ հավաստող ուդով ոնց հայերեն ունեին։ Ժետոններ է, որ երկաթյա ժետոնը հերվիս ցույց տվեց եւ ինչ որ անհասկանալի ձևով մեկը տենց ասել այսքանն էր եղել, բայց որ տեսախցիկը միացրեցի, իհարկե տեսախցիկի մեջ ոչ մեկ արդեն չարտահայտվեց եւ բան չցույցվեց, իրանք խելոք գնացին։ Երեկոյան արդեն մենք գիտեինք, հասկանում էինք եւ լրատվականներով արդեն տարածվեց, որ ինչ որ որոշում կամ եղադրանք կամ ներկայացում, ես տանը սպասում էի։ Իհարկե ոչ ազատ էի, ընկերներս եկել գնանք միտեղ հաց ուտենք, գնանք միտեղ հանգիստ նստենք, ասի չէ, տանը պիտի լինեմ, գալու են թող գան տնից վերցնեն։ Եվ տենց էլ եղավ, հսկայական։ Հիմա ես տեսանյութեր եմ վերցրել, հեսա տեսնեմ, եթե կարող եմ դզել կարամ փոխանցեմ, թե ինչ քանակի ոստիկանական մեքենաներ եւ ինչ քանակի ոստիկանություններ եկել իմ հետևից։ Դիմակավորված։ Այդ թվում նաեւ դիմակա, երբ որ ես խնդրեցի, որ մի քանիսը մոտենան, մտնեն տուն, ինձ ցույց տան արձանագրությունը, ես պիտի ստորագրեմ իրենց եկած որոշումը պահանջը։ Չէ, ընդհանրապես արդեն զգացի, որ մեկը արդեն ձեռոցից սկսում է քաշել, ես ըմբոստացա այդտեղ, ըմբոստացա մտածում դուրս փակեցի։ Դրանից հետո արդեն կանչեցին սպեցնազը, կարծես թե պատրաստում են անգամ դուր ջարդել ներխուժել։ Իմ մոտ տես տպավորություն էր, մի դեպք կար Նորքում, երբ որ բանով BTR-ով մտել են տուն, ես կարծում եմ, որ հեսա մի տեղից էլ BTR-ը իջնել է մեր տուն, այդտենց տպավորություն այդ քանակի մարդիկ էին։ Դուրը հագնվեցի, նորմալ դուրը բացեցի եւ ինձ տարան։ Կոպիտ չէ, բայց ամեն դեպքում ձեռներից տարան։ Հիմա այս պատմությունից հետո միայն դուք մեղադրյալի կարգավիճակ ունեք, հա, երկու կողմից այդ հայրանքը հնչել, բայց միայն ձեզ են այդ դեպքով մեղադրանք առաջադրել, անարդարության զգացում ունեք։
Իհարկե ունենք եւ դա բարձրաձայնել ենք դատարանում։ Սկզբից քննչականում բարձրաձայնեցինք եւ կարծում ենք քննիչը մինչեւ դատարան կպատրաստվի։ Քննիչը վերցրել էր միայն իմ հայոյելու պահը եւ դրանից հետո մեկնաբանել էր դատարանում, որ Միքայելը շան միջոցով փորձում էր սահմանափակել, խոչընդոտել ու շան պատմությունը մոտավորապես արձանագրության մեջ մի քանի էջով շատ գունավոր ներկայացրել էր։ Ոստիկանությունը, այո, իմ շունը լավ շուն է, բայց այնուամենայնիվ տան շուն է, բարի շուն է, մանավանդ ընտանիքի անդամները, քանի որ կողքն էին, ինքը չի ագրեսիվացել այնքան, ինչքան իրականում կարար։ Բայց խտրականության մասին մենք բարձրաձայնեցինք, ավելին դրա ակնարկը արեց նաև դատավորը, եւ կարծում եմ հետաքննությունը արդեն կբերի նրան, որ Ալեն Սիմոնյանը կճանաչվի միջադեպի երկրորդ դեմք։ Նման հույսեր ունեք։ Հույսեր ունենք, պահանջ ունենք, ավելին դրանք, եթե մեր հույսերն ու պահանջը այս պարագայում չեն արդարացվում, մենք չենք էլ սպասում առանձնապես, բայց մենք դիմելու ենք դատարան սեփական հայցով, որ քաղաքացուն Պաշտոնյան վիրավորել է։ Եվ իրենք ասեն, որովհետև եղել է պատասխան։ Չէ, վիրավորել է։ Չի, խուլիգանություն չի, դու վարչական, ինքը վիրավորել է։ Իր հնչեցրած բառերը եւ իր տարեք սրանը հերիքա, որ նա վիրավորել է քաղաքացուն եւ ես պահանջելու եմ դրա համար հատուցում։ Ալեն Սիմոնյանը ներողություն է խնդրելու կամ հեռանալու է ազգային ժողովի մինչ ընտրություն, կար ընտրություններից հետո հեռանալ մի քիչ համբերեր, բայց ինքը հիմա է հեռանալու մինչև ընտրությունները Ալեն Սիմոնյանը հրաժարվելու է իր պաշտոնից, դուրս է գալու ազգային ժողովի նախագահից։ Եթե ներողություն չխնդրի, կարող է ներողություն խնդրի։ Ինչ է կանելու, որովհետև էլի եմ ասում Նիկոլ Փաշինյանից միջև են վերջի քպականը, ասում են, որ մարդա սադրանքի է ենթարկվել, ռոբոտ չի, AI չի, մսից ու արյունից է, ինչքան կուլ տա։ Իհարկե, այնքան ինչքան չի կարա լինել պաշտոնյա։ Չես կարա կուլ տաս։ Մի եղիր պաշտոնյա, հարազատ։ Կարող է դու գիժ լինես, կարող է դու ալկոգոլիկ, մարդը ալկոգոլիկ է, մարդը թմրամոլ է։ Ոչ, պաշտոնյա է։ Պաշտոնյան պահանջում է համապատասխան վարքագիծ։ Եվ ինչ է կանելու, ոնց է հասնելու հրաժարականին իրը։ Արդեն իսկ իրանք օգնում են մեզ, ամեն ձև սադրում են նրան, որ իրենց ռեյտինգը ընկնի, Ալեն Սիմոնյանը քայլ արեց, այսօր Նիկոլ Փաշինյանը քայլ արեց եկեղեցում, վաղը հավանաբար Արարատ Միրզոյանը մի բան կանի, հետո Կոնջորյանը մի բան կանի, հետո Վահագն Ալեքսանյանը մի բան կանի, հաստատ իրանք ամեն ինչ կստեղծեն, որ ժողովուրդը մեծ մասամբ պատելու է։ Մի խնդիր ունի այսօր ժողովուրդը, այլընտրանքի բացակայություն։ Դա մենք անելու ենք։ Երբ որ ժողովուրդը ունենա այլընտրանք, նախկինների ներկաների մեջ ունենա այլընտրանք, սև ու սպիտակի արանքը ունենա այլ գույներ, այդ պարագայում ժողովուրդը կհավատա եւ ժողովուրդը ոնց բերել է այս իշխանությանը, տենց վռնդելու է այս իշխանությանը։ Դուք կարծում եք, որ բազմաթիվ մարդիկ են այս։ Ես ռոմանտիկ մարդ եմ, դրա համար 18 թվականի հեղափոխությունը որպես ռոմանտիկ մեկնարկել եմ, բայց տիրել են տականքները։ Դա պատմական աքսիոմ է արդեն։ Այս անգամ էլ ես որպես ռոմանտիկ կանեմ այս հեղափոխությունը նոր եւ այս պահին ես հայտարարում եմ, որ լինելու է հեղափոխություն, թավշյա հեղափոխություն, даже դվա չի լինելու, այլ իրական թավշյա հեղափոխություն է լինելու։ 18 թվականին fake, ինչպես սաղ իշխանությունն է իրենց աջակիցները, իրական հեղափոխությունը կայանալու է եւ գալու է նոր իշխանություն։ Այդտեղ տեսնենք։ Դուք fake եք ճանապարհը փակել 18 թվականին։ Կրկնեմ, որ ես իշխանությունը հեռացնելու նպատակով է այնտեղ։ Իսկ բոլորն էլ այդ նպատակով են։ Ոչ, Նիկոլ Փաշինյանը իշխանության գալու նպատակով էր։ Այս է տարբերությունը իմ ու իրանց։ Ես Սերժին հանելու նպատակով էի, Նիկոլը Սերժի փոխարեն գալու նպատակով էր, որովհետև իրանք եկան իրենց ամբողջ թիմով, ով իրենց թիմով չէր, օրինակ չգիտեմ, Դավիթ Սանասարյանը իրենց թիմի անդամ չէր, Հայկ Մարությանը իրենց թիմի անդամ չէր։ Ահավասիկ մենք տեսնում ենք երկուսի ճակատագիրը։ Ոչ իրենց թիմի անդամ մնացել է ամբողջ թիմում մի քանի եզակի մարդ, ովքեր ուղղակի ստորագրել են, որ իրանք ոնց որ Հակոբ Ասլանյանը այն օր ասեց, որ իր 10 բալանոց ռեյտինգից 9 պատկանում է Նիկոլին։ Ես համոզված եմ ու հանրությունը շատ լավ հասկանում է, որ ամբողջ ԿՊ-ի ռեյտինգի 10 բալանոցից 9 պատկանում է Նիկոլ Փաշինյանին, որովհետև եթե այս պահին պատահական ինչ-որ Նիկոլի հետ մի բան պատահի, ԿՊ-ն մնալու է որբ, եւ ԿՊ-ն պրոստը գոյություն չի ունենալ, ոնց որ գոյություն չունի ՀՀԿ-ն առանց Սերժ Սարգսյանի։ Դուք շարունակելու եք
ձեր քաղաքական գործունեությունը։ Նոր ենք սկսել մեր քաղաքական գործունեությունը։ Ալեն Սիմոնյանի հետ կապված լինելու են գործընթացներ։ Զուգահեռ այնքան որ։ Դա այս պահին կարևոր չէր։ Այս պահին այն ինչ եղավ բավական է, Աժեի մոտ գնաք, էլի ինքը դուրս գա, ինչ կանեք, ճանապարհը Դե եթե ուզում եք ճանապարհային քարտեզը այս պահին ես մի քիչ բացեմ ձեզ, ապա մեր դամակների պատասխանները դեռ մենք չենք ստացել ԱԺ-ից, եթե այս երկու շաբաթվա ընթացքում կստանանք, շատ լավ է, բայց երկու շաբաթվա ընթացքում գեներացվելու են այն քաղաքական ուժերը, այն անհատները, որոնք միանալու են մեր պայքարին եւ հաջորդ քառօրյա նիստերին մենք պարտադրելու ենք, որ հանձնաժողովի զեկույցը էլի գալու եք ԱԺ-ի մոտ այսինքն։ Իհարկե գնալու ենք ԱԺ-ի մոտ, արդեն ակցիաները կլինեն, կարծում եմ, Կմոտենաք, եթե Ալեն Սիմոնյանին փողոցում տեսնեք։ Չէ։ Խոստանում եմ ձեզ, էլ չեմ մոտենա։ Երկու պատճառով։ Ասելիք չունեմ, մեկ, երկրորդը վարչական վերահսկողության տակ եմ լինելու, ավելնորդ փորձանքներ ինձ պետք չէ։ Իսկ Ալեն Սիմոնյանը շատ կուզենա, որ ես ընկնեմ այդ փորձանքի մեջ։ Բայց չի ստանա։ Շնորհակալություն հարցազրույցի համար։